Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ստամբուլում ավարտվեց այդքան սպասված ռուս-ուկրաինական հանդիպումը եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն մի քանի կետերով։ Հիմա փորձենք անդրադառնալ, թե դա ինչ հանդիպումն էր, ինչ պայմանավորվածություններ են եւ ամենակարևորը ում էր դա ձեռնտու։ Կարծում ենք այս հանդիպման ամենից կարևոր հանգամանքը դա հումանիտար ասպեկտն է։ Որոշում ընդունվեց փոխանակում իրականացնել գերիների, որը 2022 թվականից հետո ամենամասշտաբայինն է։ 1000-ի դիմաց։ Կարծում ենք այս պահին ամենից կարևորը դա էր եւ մարդիկ հնարավորություն կունենան ազատվել գերությունից եւ վերադառնալ իրենց օջախներին։ Հիմա անդրադառնանք մյուս կետերին, որոնք ըստ փորձագետների անգամ ավելի վատն էին, քան Մինսկյան համաձայնագրերը։ Որոնք էին այդ կետերը եւ ինչ է նախատեսվում դրանում։ Նախ, այնտեղ խոսվում է, որ 5 շրջանների նկատմամբ Ուկրաինան ընդունում է Ռուսաստանի իրավասությունը։ Խոսքը Ղրիմի եւ մյուս 4 շրջանների մասին է, 4 մարզերի՝ Խերսոնի, Զապորոժիայի, Դոնեցկի եւ Լուգանսկի։ Մինսկյան հանդիպումների ժամանակ ըստ էության խոսվում էր մեն Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մաս ճանաչելու մասին եւ որ այդ մյուս շրջաներում, այդ թվում նաև Դոնեցկում եւ Լուգանսկում պետք է պաշտպանվեին ռուսախոս բնակչության իրավունքները, բայց այդ մարզերը մնալու էին Ուկրաինայի իրավասության ներքո։ Հիմա ստացվում է, որ անցել է 3 տարի, 22 թվականից հետո, եւ շուրջ 1 միլիոն մարդ է արդեն կորցրել Ուկրաինան այդ մարզերի համար, որոնք ամեն դեպքում մնալու են Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Սա բնականաբար առաջ է բերելու բնակչության դժգոհություն իշխանություններից, որոնք առանց այն էլ դժգոհ են իշխանությունների գործողություններից եւ պատերազմից ու դրա հետևանքներից, ինչը չի բխում ըստ էության Զելենսկու շահերից։ Մյուս կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ այս համաձայնագրերի, դա այն է, որ կողմերը փոխադարձաբար հրաժարվում են որևէ ռեպարացիաներ վճարելուց, եւ դա Ուկրաինան պետք է ֆիքսի։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ապագա Ուկրաինայի վերականգնման հետ կապված Ռուսաստանը որևէ այսպես գումար չի փոխանցելու։ Այսինքն այդ ամենը մնալու է կամ Ուկրաինայի վրա, կամ նրա հովանավորների։ Հաշվի առնելով այն հանգամանք, որ Միացյալ Նահանգները արդեն ըստ էության դուրս է եկել այդ հովանավորների շարքից եւ ողջ գործընթացը թողել է Եվրոպային, ստացվում է, որ Եվրոպական միությունն ինքը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար։ Իսկ այս պահին Եվրոպական միությունը ոչ միայն պատրաստ չէ դրան, այլև ինքն էլ բավարար ֆինանսական հնարավորություններ չունի։ Ստացվում է, որ Ստամբուլյան հանդիպումը ավելի շատ ծուղակ է հենց Ուկրաինայի համար եւ բնական է, որ այս պահին գնդակը հենց Ուկրաինայի եւ նրա հովանավորների դաշտում է։ Հիմա տեսնենք, թե դրանից հետո ինչպես են այս ամենը իրականացնելու եւ ինչ հետևանքներ է ունենալու այս ամենը Ուկրաինայի եւ նրա դաշնակիցների համար։ Բայց վստահ ենք, որ Ուկրաինան ինքը չի իրականացնելու այս պայմանավորվածությունները, չի իրականացնելու, որովհետեւ նախ դա իշխանությանը ձեռնտու չէ, հասկանալի պատճառերով արդեն նշեցինք, եւ բացի այդ Ուկրաինայի հովանավորներին էլ այս պայն պետք չէ զինադադարի դադարեցում։ Բացի այդ, մեկ այլ կարևոր հանգամանք, եթե ռազմական գործողությունները դադարում են, ապա ավտոմատ կերպով վերանում է նաև երկրում ռազմական դրություն հաստատելու անհրաժեշտությունը։ Սա ինքնին նշանակում է, որ սահմաններն ավելի թափանցիկ են դառնում եւ ավելի մեծ թվով ուկրաինացիներին է հաջողվում դուրս գալ երկրից։ Սա խնդիրներ է առաջացնել ուկրաինական բանակի համալրման հետ կապված։ Բոլորն էլ հասկանում են, որ Ստամբուլյան հանդիպումը դա պատերազմի ավարտ չէ։ Այո, ռազմական գործողությունները կարող են որոշ ժամանակով դադարեցվել, բայց այն, որ մեծ պատերազմը դեռ առջևում է, բոլորն են վստահ։ Նաև արևմտյան փորձագետներն են նշում, որ ռուսական բանակը կարծես պատրաստվում է ամառային շատ լուրջ հարձակման, որի արդյունքում ոչ միայն նշված 5 շրջանները կհայտնվեն ռուսական բանակի անմիջական եւ վերջնական հսկողության ներքո, այլև կա վտանգ, որ եւս մի քանի մարզեր մասամբ կարող են հայտնվել ռուսական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հաջորդ հանդիպման ժամանակ հնարավոր է որևէ պայմանավորվածություն, եթե այս բանը չիրականացնա, հաջորդ հանդիպման ժամանակ ուկրաինական տարածքը ել ավելի փոքրանա, ինչպես նշում են ուկրաինացի փորձագետները։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ 1000 ռազմագերի փոխանակվում է, կարևորն այն է, որ այդ մարդիկ վերադառնալու են իրենց օջախներ, բայց մեծ հաշվով այս զինադադարը այնքան էլ Ուկրաինայի սրտով չէ։ Նաև Ուկրաինայի փորձագետներն են նշում, որ այս հանդիպումը եւ պատվիրակությունը, որ կազմվել էր,
այնքան էլ Զելենսկու սրտով չէր եւ կա կարծիք, որ այս պատվիրակությունը կազմվել է անձամբ Միացյալ Նահանգների գիտությամբ եւ այստեղ Զելենսկին որևէ դերակատարում չի ունեցել։ Ինչևէ, սպասենք տեսնենք թե իրադարձությունները ինչպես կզարգանան, ուկրաինական կողմը ինչ արձագանք կտա այս պայմանավորվածություններին։ Արդեն Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարները նշում են, որ սկսվել է 1000 ռազմագերու փոխանակումը, այսինքն Ստամբուլյան պայմանավորվածությունները սկսում են կյանքի կոչվել։ Ինչքան առաջ կգնան, մենք կտեսնենք առաջիկայում, բայց այս պահին ֆիքսենք, որ պայմանավորվածությունները կան, մնում է, որ կողմերը իրենց մեջ քաղաքական կամք գտնեն եւ կամք դրսեւորեն, որպեսզի այս պայմանավորվածությունները կատարեն։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Տիրանայում նախորդին կայացած Եվրոպական միության հերթական գագաթնաժողովին, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունը իդեմս վարչապետի։ Տեղի ունեցավ մի քանի հանդիպումներ, որոնցից կարծում եմ կարևորը Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։ Տևական ժամանակ անց երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին եւ ըստ մամուլում տարածված տեղեկատվության բավականին երկար զրուցել են, բայց դրա արդյունքում ըստ էության ձեռք չի բերվել որևէ պայմանավորվածություն։ Այն, որ Եվրոպական միությունը շահագրգռված է, որպեսզի իր հարթակներում տեղի ունենա խաղաղության պայմանագրի ստորագրումը, դա կասկածից վեր է։ Թվում էր, թե որևէ խոչընդոտ չկա եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարում են, որ իրենք բոլոր կետերի հետ կապված եկել են համաձայնության, բայց պարզվում է, որ խնդիրներ կան, քանզի պայմանագիրը մինչ օրս ստորագրված չէ։ Պայմանագրի ստորագրման հետ կապված ինչքան էլ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ջանում էր, կարծես թե Տիրանայում պայմանավորվածություն ձեռք չբերվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև։ Փոխարենը բոլոր ուշադրություն դարձեցին Էրդողանի պահվածքի վրա։ Էրդողանը հերթական անգամ փորձում էր ցույց տալ իր անձի կարևորությունը այս կոնֆերանսին, բացի այդ հերթական անգամ փորձում էր ցույց տալ, թե ինչ այսպես վերաբերմունք ունի Հայաստանի եւ Հայաստանի ղեկավարի նկատմամբ եւ նրա քմծիծաղով եւ ծաղրանքով դիմելաձևը եւ Ալիևի հետ առանձին խոսելը Հայաստանի վարչապետի ներկայությամբ խոսում է այն մասին, որ ըստ էության Էրդողանը խնդիր էր դրել այստեղ ցույց տալ իր գերակայությունը Հայաստանի եւ Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Ինչևէ, Տիրանայում կայացած հանդիպումը, եթե փորձենք ամփոփել, երկու բառով ներկայացնենք։ Առաջինը, կարևոր է, որ երկու երկրների ղեկավարները հնարավորություն ունեցան հանդիպելու եւ ինչ որ հարցեր քննարկելու, այսինքն հույս կա, որ լարվածության մակարդակը կարող է մի փոքր նվազել, բայց երկրորդ ամենից կարևորը այն է եւ վատ առումով, որ կողմերին կարծես թե չհաջողվեց վերջնական որոշում կայացնել կամ ինչ որ հարցի շուրջ գալ կոնկրետ պայմանավորվածության։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, բայց սա նաեւ կարող է վտանգավոր լինել այն առումով, որ սրան զուգահեռ հնարավոր է սկսվի սահմանազատման գործընթացը առանց պայմանագիր ստորագրելու, ինչը հերթական անգամ Ադրբեջանին հնարավորություն կտա տարածքներ վերցնել առանց փոխադարձ համաձայնության եւ առանց պարտավորությունների Հայաստանին ինչ որ տարածքներ դրա փոխարեն տալու համար։ Իսկ այն, որ Ալիևը հնարավորության դեպքում ամեն ինչ վերցնելու է դրա փոխարեն Հայաստանին չտալով ոչինչ, մի քանի անգամ ենք համոզվել, Ալիևի այսպես ասած սողացող քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շարունակվում է, Հայաստանի նկատմամբ նրա տարածքային հավակնությունները շարունակվում են, Հայաստանի տարածքների ադրբեջանացման հետ կապված նրա հավակնությունները շարունակվում են եւ Տիրանայի հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ բովանդակ Եվրոպային այնքան էլ չի մտահոգում, որ Ադրբեջանը օրը ցերեկով ՄԱԿ-ի անդամ պետության տարածքների նկատմամբ հավակնություններ է դրսևորում, բայց նույն կերպ արժանանում այնպիսի ընդունելության, ինչպիսին որ արժանանում է օրինակ Հայաստանի ղեկավարը, ում տարածքների նկատմամբ է Ադրբեջանը ագրեսիա ցուցաբերում եւ հավակնություններ ներկայացնում։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Եվրոպական միության հետ կապված ուկրաինական ասպեկտով փորձենք նայել Եվրոպայում տեղի ունեցող իրավիճակը։ Եվրոպական շահագրգռվածությունը չդադարեցնել պատերազմը ոչ միայն կապված է սոցիալական խնդիրների հետ, որին մենք անդրադարձել ենք, այսինքն ռազմական գործողությունների ավարտից հետո Եվրոպայի լիդերները ստիպված են լինելու դեմքով շրջվել դեպի իրենց հասարակությունները եւ այն սոցիալական ծանր վիճակը, որ այսօր հայտնվել է Եվրոպական միությունը ուկրաինական պատերազմի շնորհիվ։ Այստեղ կա եւս մեկ վտանգ։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո սկսվելու է զենքի անկանոն հոսքը դեպի Եվրոպա։ Իսկ հաշվի առնելով, որ Եվրոպայում այսօր էլ բավականին լուրջ ազդեցություն ունեն իսլամիստ ծայրահեղականները, նրանց ձեռքին է հայտնվելու այդ զենքը, ինչը Եվրոպական միության համար լրացուցիչ հոգսեր է ստեղծելու, ընդհանուր միջև քաղաքացիական ընդհարումներ եւ բախումներ այդ նույն մահմեդական խմբերի եւ կառավարական ուժերի միջև։ Սա Եվրոպային պետք չէ։ Հետևաբար Եվրոպական միությունը ամեն ինչ անելու է ռազմական գործողությունները ինչքան հնարավոր է երկարաձգելու համար եւ իրենց քաղաքական իշխանությունը պահելու եւ երկիրը ռազմական բախումներից զերծ
վայելու եւ ցնցումների ձեռք պահելու համար։ Ինչքան դա հնարավոր կլինի անել։ Չեն կարծում, թե մեծ ժամանակ ունի Եվրոպական միությունը այս հարցերը կարգավորելու համար։ Դրա համար անհրաժեշտ է այս պահին հենց Եվրոպայի համար է անհրաժեշտ ըստ էության, որքան շուտ դադարեցվի ռազմական գործողությունները, այնքան հնարավորություն եւ ժամանակ կունենան վերականգնելու տնտեսությունը եւ փորձելու խուսափել այն բախումներից եւ սոցիալական պայթյուններից, որոնք անկասկած լինելու են հին աշխարհամասում։ Իսկ այս պահին եվրոպական լիդերները նաեւ իրենց աշխարհաքաղաքական ցանկություններին հագուրդ տալու համար շարունակում են Ուկրաինային հրահրել միջև վերջին ուկրաինացին շարունակել ռազմական գործողություններ եւ պատերազմը։ Եվ ըստ էության նրանց հետաքրքիրել չէ, թե դրանից հետո ինչ կմնա Ուկրաինայից, բայց այստեղ մեկ այլ հռետորական հարց է առաջանում. պատերազմի շարունակումից հետո ինչ կմնա Եվրոպայից։ Այս այն հարցն է, որին կարծում եմ եվրոպացի լիդերները պետք է պատասխանեն ուղիղ նայելով սեփական ժողովրդի աչքերի մեջ։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։